Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի դիմաց նստածույց է իրականացնում «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։ Նստածույցի պահանջը մեկն է՝ հայ ռազմաքաղաքական գերիների վերադարձը հայրենիք։ Նշենք, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմաքաղաքական գերիներից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել։ Իսկ այստեղ Երևանում ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանը նույնպես հացադուլ է իրականացնում, այդ քայլով փորձելով խնդրել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ Այս եւ այլ թեմաների շուրջ Արմինուրը զրուցել է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի հետ։ Պարոն Չախալյան, որքան ժամանակ է, որ արդեն կառավարության շենքի դիմաց նստածույց եք իրականացնում։ Մենք 24 թվականի հոկտեմբերի 16-ից ենք նստածույցը։ Ինչ ընթացքում է ձեր նստածույցը, ինչ փոփոխություններ կան։ Չենք կարող բարձրանալ, այդպես առանձնագի ինչ որ ասենք արդյունք չենք գրանցել, քանի որ մենք գիտենք, որ այս իշխանությունները հստակ իրենց ծրագիր ունեն եւ այսպես ասած անհաղորդ են հանրության գոչերին, հորդորներին, ոչ միայն գերիների հարցով, նույն Արցախահայության հետ կապված, Արցախը հանձնելու հետ կապված եւ իրենց ծրագիրը պարզ է, հստակ է, իրենք գիտեն ինչ են անում։ Խնդիրը մեր մեջ է, մեր ասած հանրության պահանջատեր չենք մենք, հասկանում ենք խոր ապատիա կա, ուրեմն հիմնականում փորձել են մեր քաղաքացիներին համոզել, որ մեզնից բան կախված չի, մերտեղ արդեն ամեն ինչ որոշված է, դրսում որոշել են, այսպես, հա։ Եվ այդ ապատիայի հետևանքով լուրջ ճնշում իրենց վրա չկա։ Մեր այստեղ լինելը այնպես չի, որ ոչ մի բան իրենց համար։ Մենք դա տեսնում ենք, իրենք նարդարանում են շատ հաճախ, հա, ոստիկաններ են բերում, մի օր շատ են բերում, մի օր քիչ են բերում, ձերբակալում են մի խոսքով, բայց բավարար չէ, որպեսզի իրենց ստիպենք կոնկրետ նպատակային, այսինքն այս պարագայում գերիների անհետ կորածների հետ կապված իրենք քայլեր առնեն։ Անշուշտ վերջին օրերին ավելի շատ է ակտիվություն, դե մենք տեսանք, որ այդ ակտիվությունը հիմնականում պայմանավորված է Ռուբեն Վարդանյանի կտանքներով, նկարի հետ կապված, որտեղ որ Ռուբեն Վարդանյանի դեմքին ուրեմն ընկապտուկներ կան, շատ լավ է, որ պայքար կա, բայց մյուս կողմից ես մասնակցեցի այդ ակցիային, այնտեղ ասեցի, որ կարևորը որ մշտական լինի։ Ճիշտ է, հացադուլը այսինքն ոնց որ արդեն Մանեթ Հանդիլյանի հացադուլն էլ մշտական է, ավելի էֆեկտիվ է դեպքում, բայց օրինակ նույն վայրը, ասենք Ազատության հրապարակ, հասկանում եմ, որ Ազատության հրապարակը խորհրդանշական է մի տեսակ դարձել մեզ համար, բայց ախր հասցեատերը այս չենքում է, պետք է մեր բոլոր ակցիաները, ես համոզված եմ դրան, ոչ թե դա գիտեք, ոչ թե իմ ճաշակն է դրա համար եմ ասում, չէ, ես համոզված եմ, որ մեր պարտադիր չի բոլորս նույն ձևով մտածենք, բայց պարտադիր է, որ նույնտեղ մեր հարվածները ուղղված են նույն թիրախին եւ ոչ թե այսպես, հա, մի խոսքով, սա օրինակ այստեղ հարց կար, լավ կլինի, որ այստեղ լինի, նաեւ օրինակ ինչն է հարցը։ Տեսեք, մենք էմոցիա գործում ենք, հա, տեսանք նկարը, հելանք, այդ պահին բարձրացանք, մեր դժգոհությունը հայտնեցինք, շատերը գնացինք տուն, անցանք իրենց գործերին։ Բայց այդ գերիները գերության մեջ են ու խոշտանգումները շարունակվելու են բնականաբար, անշուշտ այս ճնշումները իրենց օգուտը կտան միանշանակ։ Եվ այստեղ ես ուզում եմ բոլորին ասեմ, որ փակեն բոլոր այն բերանները, ովքեր որ ասում են, որ անօգուտ է ինչ անում ենք։ Չկա նման բան։ Ցանկացած պայքար իր արդյունք ունենում է։ Դա մի բան է, որ գուցե մեր ակնկալիքը չենք ունենում։ Այո, նստածույցով կամ ինչ որ մի ակցիայով գերիներին չենք վերադարձնի։ Բնականաբար։ Բայց օրինակ կտանքները, որպեսզի փուլանան, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը սևեռենք, հարցերը անշուշտ հնարավոր է լուծել այս սրանով։ Բայց այստեղ մի հանգամանք է պետք ասեմ, անպայման արդյունք տալիս է, պետք է պայքարենք, այսինքն պայքարելը պետք է լինի մշտական։ Չպետք է լինի նկար տեսանք, ելանք պայքարեցինք, հետո հաջորդ նկարները տեսանք, որ մի քիչ առողջ են, դեմքերը կազդուրված են, մի քիչ ժպտում են, ուրեմն գնացինք տուն նստեցինք։ Եվ այստեղ մի բան էլ կա, տեսեք, այսօր արդեն թիվը նորից հրապարակվեց, 179 հոգի անհետ կորած ունենք մենք Հայաստանի քաղաքացի ցուցակում։ Վստահաբար մի մասը կենթանի են իրենք։ Վստահաբար, եթե ողջ բոլորը, ոչ 179, մի մասը կենթանի են, ես չգիտեմ, կլինեն 100 հոգի,
170 կենթանի, չգիտեմ 80-ը թեկուզ մեկ հոգին է ցուցակի մեջ կենթանի լինի, մենք պարտավոր ենք նաև իր համար պայքարենք։ Եվ այսինքն եթե իր նկարը չկա, իր անազգանությունը չկա, ուրեմն իր համար չենք պայքարելու, կամ իրենց, այսպես ասած, հա, պատկերացեք 80 հոգի մարդ, հիմա ադրբեջանական բանդերում, մենք իրենց անազգանները չգիտենք ովքեր են։ Ու վստահաբար, եթե Ռուբեն Վարդանյանին իր ադրբեջանական իշխանությունները չեն խորշել կտանկի ենթարկել, կամ Բակո Սահակյանին, հա, երբ որ միջազգային հանրությունն է ուշադիր եւ այլն, փաստաբաններ ունեն, լավագույն աշխարհի եւ այլն։ Բայց խեղճուկարակ անհետ կորածին, ում որ անգամ հարազատները չեն կասկածում, որ ինքը կենթանի է եւ ինքը գտնվում է ադրբեջանական բանդում։ Հասկանու՞մ եք, բայց իրավիճակի ինչ կլինի։ Եվ այստեղ դրա համար եմ ասում, պետք չի մենք ախր մենք շատ անգամ ուշացած եւ արդեն post factum ենք գործում, ուշացած։ Եվ սա խնդիր է։ Ես օրինակ կուզենայի, որ կոնկրետ չսպասենք վաղը մյուս օրը նոր դիակներ, ինչ որ հերու ամեն ինչից հայտնաբերվել, նոր էլենք անհետ կորածների ցուցակից պայքարենք եւ այլն։ Հիմիկվանոց կոնկրետ ճնշում գործադրենք այս մարդկանց վրա։ Դուք ձեր խոսքում նշեցիք անդրադարձակ Մանեթ Հանդիլյանին, նա արդեն 6-րդ օրն է, ինչ ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել։ Դուք կմիանաք օրինակ Մանեթ Հանդիլյանին։ Ինչ առումով օրինակ միանամ էլի։ Ես գիտեք խարամատ պայող մարդուն օրինակ ես պատերազմի դաշտում եմ եղել էլի։ Սկզբից եղել եմ հյուսիսում, հետո եղել եմ հարավում։ Երբ որ խարամատ եմ բայ ճիշտ չի լինի հարցը, որ ասեն կարողա գնաք այն մյուս զինվորի մոտ իր ապոստը բայեք էլի, ասես ասեմ։ Մենք հիմա այստեղ խարամատ ենք պահում, միանալ եթե գործին անհրաժեշտություն լինի, խնդիր չկա։ Բնականաբար, բայց օրինակ թողնեմ այստեղ կառավարության մոտ եւ գնամ ազատության հրապարակում Մանեթ Հանդիլյանի կողքը նստեմ, ես ճիշտ չեմ գտնում։ Եթե անհրաժեշտություն լինի եւ ինձ բացատրեն, որ այո, դա շատ մեծ արդյունավետություն կտա, ինչի՞ չէ, ինչի ոչ կանեմ, այսինքն այստեղ ամբիցիայի խնդիր չկա, բայց գիտակցականի խնդիր կա։ Ես ինչ պետքա թողնեմ, ասենք առաջնագիծը պայմանական եմ ասում, հա, այսպես ասած պատկերավոր եմ ասում։ Եվ գնամ ասենք 3-րդ, 4-րդ լինիա, հա, ֆրոնտի, ճակատի, այսպես ասած։ Չէ, բնականաբար ես հարցադրումներ կան։ Այս մասում մենակ։ Պարոն Չախալյան, ձեզ պարբերաբար ոստիկանական ուժերը բռնության են ենթարկում։ Ինչի համար են այդ բռնությունները եւ դուք նորից հետ եք գալիս այստեղ, ինչու։ Հիմա տեսեք կոնկրետ վերջի բռնության մասին է, վերջի բռնությունը ուրեմն պայմանավորված էր Վրաստանի վարչապետի այցով Հայաստան, եւ հետո իմացա, որ Նիկոլը Պետկայիչներ այստեղ դիմավոր էր, եւ քանի որ մենք այստեղ ենք, ինքը իրեն ապահով չի զգում, գիտեք, ինքը հասկանում է, որ ինքը մեր ուժը լավ պատկերացնում է այդ մասով եւ ինքը դիսկոմֆորտ է զգում։ Եվ ինքը հանձնարարել էր ամեն գնով մեզ հեռացնել տարածքից, նաև ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես Վրաստանում խաղբանդարգալ եմ եղել երկար տարիներ, այս իշխանությունների հետ ամեն դեպքում ներկա իշխանությունների հետ քաղաքական հարաբերություններ կան, մենք Միքայել Սահակաշվիլու ռեժիմը տապալվել ենք, բոլորս միասին պայքարել ենք եւ նաև ես կարծում եմ, որ այդ հանգամանքն էր Նիկոլին դերդել, որպեսզի ինքը հանձնարարի ուժային կառույցներին ինձ հեռացնել այստեղից։ Օրինակ նույն անվտանգության խորհրդի քարտուղարը երբ որ եկավ, մեզ չհեռացրեցին տարածքից։ Անկամ նույն մեր պլակատները իրենց համար խնդիր չէր։ Բայց այդ օրը եկել էին, ասում էին պլակատները այստեղից հեռացրեք, ես բացառեցի, որ ախր այս պլակատները հենց նրա համար է դրված, որ երբ որ մենք հյուրեր ունենք օտարերկրյա անգլերենով գրված են, որպեսզի իրենց ուշադրությունները սևեռենք մեր խնդրի վրա, գերիների խնդրի վրա եւ հեռացնել հիմա հույր եկե հեռացնենք, այսինքն մնացած օրերին կարելի է գալ նստել եւ այս մի դեպքը կոնկրետ պայմանավորված է սրանալ։ Ինչի նման ուժով տարան հեռացրեցին։ Ես չեմ կարող ասել, դա պետքա ոստիկաններին հարցվի, ենթադրում եմ, որ այսպես ասած իրենց մոտ անհանգստություն կար, որ շատ արագ չի ստացվի եւ կվերածի քաշքշուկներ, դրա համար իրանք անհրաժեշտ չափից ավելի ուժ կիրառեցին ինձ տարածքից հեռացնելու համար։ Բնականաբար ես դա ապօրին եմ համարում, ես էլ եմ ասում, մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մենք օրենքի սահմաններում ենք գործելու եւ մեր որևիցե մի գործողության մեջ հագաօրինական քայլ մենք չենք անում, բացարձակապես մեր ուժը նաեւ դրանում է եւ անգամ երբ որ իշխանապողություն ենք խոսում, ես միշտ շեշտում եմ, որ սա մենք
ոչ բեռնի իշխանապողության մեթոդներով ենք Նիկոլին հեռացնելու, երբ որ շատ հարցնում են հնարավոր է, ասում եմ այո, հնարավոր է։ Լավ կազմակերպելու դեպքում հիմա շեղում եմ, բայց այո, հնարավոր է։ Մնացած պարագաներում ասեմ ձեզ, քրեական գործ կա հարուսած ոստիկանների վրա, 2022 թվականի դեպքով ազատագրական շարժման ժամանակ, երբ որ ինձ այստեղից ցերփակալել են, մնացած գործերն էլ ես վստահաբար ասում եմ, այնպես չի որ այս իշխանությունները հավեժ են լինելու եւ այնպես չի որ ոստիկանները այդպես մարսելու են ամեն անգամ եւ ես միշտ իրենց հորդորում եմ որ իշխանը վերևից է հրամանը իրենք դա շատ են ասում որ վերևից ասել են չի կարող էլի այսինքն վերևից ասել են հայրենիքը չպաշտպանես զինվորականը հայրենիքը չի պաշտպանում հետա քաշում այ մարդ դուք երզում եք տվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ ծառայելու Հայաստանի Հանրապետության շահերին վերևը Հայաստանի Հանրապետության շահերը չի վերևը ինքը կոնկրետ քաղաքական ուժ է որը ունի քաղաքական շահեր քաղաքական ուրեմն առաջնահերթություններ որը որ շատ հաջող հակասում են Հայաստանի Հանրապետության շահերի եւ կոնկրետ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության մասով ինչ է նշանակում վերևից ասել են հետ քաշվի զորքը հետ ես քաշում դու երթում ես տվել որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանես նույնն էլ ոստիկանությունը ինչ է նշանակում վերևից ասել են ձերբակալ եք այ մարդ եթե ես օրենք չեմ խախտում եթե ես եկել եմ իրացնում եմ օրենքով հասանելի համանդրությամբ հասանելի իմ իրավունքները նաև այս պայքարը բոլորինս է ես իմ անձնականի համար ոչ եմ պայքարում Ոչ եմ եկել ասում ինձ մի վեդրով ոսկի տվեք տանեմ լավ ապրեմ։ Ովքեր են ձեզ հետ նստածույցին մասնակցում ի սկզբանե եւ ովքեր են օրինակ լքել նստածույցը։ Չէ, նստածույցը լքող որպես այդպեսին չկա։ Ես նստածույցը սկսել եմ միայնակ, որպես Վահագն Չախալյան։ Ովքեր են միացել։ Հիմնականում մեր գաղափարակից ընկերները, ասենք կամքականներ կան շատ, կան մարդիկ ովքեր որ կամքական չեն, բայց անուններ եթե պետքա կարող եմ տալ, ասենք Այսպես կտեսնեք էլի հիմա որ շրջեք, ասենք Տիկին Ալեքսանյանն է, Թագուին է, Վարդանն է, Վրեժն է, Արսենն է, Սուրենն է, շատ-շատերը։ Հիմա մի ժամից արդեն ավելի շատ կլինենք այստեղից։